Շնորհակալություն, պարոն վարչապետ, ձեր կողմից նշվածի համատեքստում ուղղակի հավելեմ, որ հարկեր չվճարելու համար պատասխանատվությունը քրեական օրենսգրքում շարունակում է մնալ եւ այդ նպատակով, այսինքն հարկեր վճարելուց խուսափելու նպատակով հայտարարագրում ինչ որ խնդիրների պարագայում կարծում եմ, որ ոչ ոք չի վերացրել դեռ քրեական պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ չզեկուցվող հարցերի փաթեթում կար մի նախագիծ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որը միտված էր հստակեցնելուն, հայտարարագիր չներկայացնելուն վերաբերող համապատասխան հոդվածը, ժամանակին այս հոդվածով նախատեսվող կարգավորումը շահարկման առարկա դարձավ այն առումով, որ մենք ցանկանում ենք քաղաքացիներին, ովքեր պետական եկամուտների կոմիտե չեն ներկայացրել հայտարարագիր, ենթարկել քրեական պատասխանատվության, իրականում դա այդպես չէր, բայց որ որևէ անգամ չխոսի էլ այդ մասին, մենք գնացինք այն ճանապարհով, որ հստակեցնենք հանցակազմի սուբյեկտային կազմը եւ նախատեսենք, որ այդ քաղաքացիները չներկայացնելու դեպքում չեն ենթարկվելու քրեական պատասխանատվության։ Շատ լավ, բայց էլի սա էլ այն դեպքերից է, որ ես էլի ուզում եմ մեր ուշադրությունը եւ հանրության ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա, նախ համընդհանուր հայտարարագրման համակարգը շատ կարևոր է եւ ես ուրախ եմ, որ մենք այս ճանապարհը գտանք այդ համակարգը կայացնելու։ Համակարգը սրանով արդեն ինքնաշխատ եղանակով կայանում է եւ սա շատ կարևոր է։ Հաջորդը էլի այդ բանը, այդ նեգատիվը, որը ձևավորվում է բանի շուրջ, այդ հարկերի շուրջ, վայ հարկեր, ես էլի ուզում եմ ասեմ, Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի, բացարձակապես ոչ մի քաղաքացի ինքը իր ընտանիքի բարեկեցության համար չի ծախսում ավելի շատ գումար, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Մի անգամ ես այդ հայտարարությունը արեցի, մեծ կամ կիսամեծ աղմուկ բարձրացավ սրա հետ կապված եւ միջև հիմա ուզում են փորձ արվում հերքել իմ այս հայտարարությունը, բայց կարծում եմ, որ չի ստացվում, որովհետեւ ընդհակառակը ավելի հիմնավորվում է եւ ես էլի ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին, որպեսզի մենք արձանագրենք, որ վճարված հարկը ընդհանրապես աճ գրպանից գումարը ձախ գրպան տեղափոխելն է կամ հակառակը, ով ինչ ճաշակ ունի։ Հետևաբար, իսկ այս փոփոխությունն էլ քաղաքացիների համար առավելագույն հարմարավետություն ստեղծելու տրամաբանությամբ է, մանավանդ որ եւ հիմնված վիճակագրության վրա։ Այն նախորդ որոշումը, որ մենք կայացրինք, մեզ հնարավորություն տվեց ունենալ 130,000 մարդու տվյալ, որը արդեն ինքը ունի սոցիոլոգիական շատ կոնկրետ պատկեր է մեզ համար ստեղծում եւ մենք համոզված ենք հիմա, որ այդ տվյալը մեծ շեղում չի կարող ունենա, պլյուս մինուս մի քիչ եւ այս համակարգով մենք խնդիրը ամբողջապես եւ համակարգային ձևով լուծում ենք։